սիրելի հետևորդներ, այսօր իմ ալիքում խոհանոցային անկյուն է եւ ես պատրաստել եմ չինական կամ ինչպես ասում են պեկինյան կաղամբով բանջարեղենային համեղ աղցան։ Ավելացրել եմ միայն հավի կրծքամիս։ Տեսանյութում կտեսնեք, թե ինչքան հետաքրքիր բաղադրատոմս եմ ներկայացնում, բայց մինչ այդ հիշեցնեմ, որ գաղտնիք չէ, որ կաղամբը աշխարհում գրավում է առաջին տեղը իր վիտամիններով։ Նա շատ առողջարար է, հատկապես պեկինյան կաղամբը ավելի նուրբ ու փափուկ է, այդ իսկ պատճառով աղցանների մեջ ավելի հարմար է օգտագործել երբեմն պեկինյան կաղամբը։ Հիմա համտեսում եմ, չնայած գիտեմ, որ անչափ համեղ է, որից հետո արդեն կտեսնեք տեսանյութում, թե ինչպես ենք պատրաստում այս համեղ ու յուրահատուկ աղցանը։ Տակարք համեղ աղցան է, գնացինք պատրաստելու, տեսեք և ինքներդ էլ պատրաստեք անմիջապես։ Ահա պեկինյան կաղամբի տեսքը, միգուցե կան մարդիկ, ովքեր դեռ չեն տեսել, և անհրաժեշտ բաղադրիչներն եմ դրել սեղանին, կավելացնեմ ընթացքում մի քանի բաղադրիչ ևս։ Մաքրել եմ, լվացել եմ, արդեն պատրաստ են բոլոր բաղադրիչները, կաղամբի մի քանի թերթիկներ եմ վերցրել, համեմ մաղադանոս վարունգ, սոխ, կարմիր պղպեղ, հավի կրծքամիս, շատ փոքր կտոր և ոլոր եմ վերցրել։ Իդեպ կարող եք նաև հավի կրծքամիսը չավելացնել։ Բոլոր բաղադրիչները լավ լվացել եմ բնականաբար և արդեն երկայնական կտրատում եմ նման հերթականությամբ, այսպես ավելի գեղեցիկ է լինում։ Կան աղցաններ, որտեղ վարունգը պետք է անպայման կեղևով լինի, որպեսզի ջուր շատ չարտադրվի և աղցանի որակը ընկնի։ Ահա վարունգն էլ այսպես կտրատում եմ, դուք ըստ ճաշակի կարող եք նաև ավելացնել կանաչ պղպեղ ևս։ Կարմիր պղպեղ եմ ավելացնում, որպեսզի այդ կանաչ գույնի աղցանը, որը իդեպ շատ առողջարար է, բազմիցս եմ ասել կանաչ գույնը առողջարար է մարդու համար, նման բանջարեղենները ինչքան կարող եք շատ օգտագործել, և ահա կարմիր գույնը ձևավորելու համար ավելի գեղեցիկ է։ Սոխը նման տարբերակով եմ կտրատում, որպեսզի աչքերս չարցունքոտվեն։ Ես մի քանի տարբերակներ ունեմ իմ տեսանյութերում, թե ինչպես կտրատել սոխը, որպեսզի աչքերը չարցունքոտվեն։ Ահա, և հերթը հասավ արդեն մսին, կարող եք միքսերով էլ դուք այն բաժանել մասերի, բայց այսպես ավելի արագ է լինում։ Կտրում եմ երկայնական և արդեն բացում եմ։ Հավի կրծքամիսը եփել եմ նախօրոք, պատրաստ է արդեն։ Հավի հետ կարող ենք ավելացնել մի փոքր սխտոր, դուք ընթացքում կտեսնեք, և արդեն կանաչին ըստ ճաշակի, եթե սիրում եք սամիտ, կարող եք սամիտ էլ ավելացնել, քանի որ կաղամբի հետ սամիթի համը լավ է ստացվում։ Իմ տարբերակում համեմն ու մաղադանոսներ, արդեն ասեցի, և նման ձևով մանր կտրատում ենք, և արդեն աղցանը հավաքում ենք հերթականությամբ։ Բոլոր բաղադրիչները լցրեցի աղցանամանի մեջ, հիմա ավելացնում եմ համեմունքները աղ, սև պղպեղ, սխտորի փոշի, կես թեյի գդալ, դուք կարող եք մեկ բջիջ սխտոր ավելացնել, համեմունքները ըստ ցանկության, և մածուն եմ ավելացրել, շատ թարմ լավ մածուն ունեի, պինդ այդպես, կարող եք մածունի փոխարեն ավելացնել թթվասեր առանց մայոնեզի։ Մի լավ խառնում ենք, համերը լավ խառնվում են և արդեն մատուցում ենք։ Ես մատուցում եմ նման ափսեի մեջ, դուք ինչպես կուզեք, ձևավորումը դուք ինքներդ որոշեք, տեսեք ինչքան գեղեցիկ է, հատկապես կարմիր պղպեղով։ Համի մասին արդեն բացատրեցի, ասեցի, որ արտակարգ է, ավելացնեմ, որ առողջարար աղցան է, վիտամիններով հարուստ է,
հաճախ պատրաստեք աղցաններ, խոհանոցում ավելացրեք նոր բաղադրատոմսեր, զարմացրեք ձեր ընտանիքի անդամներին, ինչպես նաև հյուրերին։ Այս հրաշք աղցանը այսօր իմ կողմից, ձեզ սիրելի հետևորդներ։ Եթե առաջին անգամ եք իմ ալիքում և հավանեցիք տեսանյութը, ապա մի հապաղեք, բաժանորդագրվեք ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, լայքեք, շնորհակալ եմ, ցտեսություն։